Նոյանտապանում հյուրընկալել եմ քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Գյումրու համայնքապետի տեխնացու Մարտուն Գրիգորյանը, չնայած որ խոստացել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի քաղաքը չունենա իշխանական համայնքապետ, այնուհանդերձ դեռ հստակ որոշում չունի, թե ուժերից որին է միանալու, որպեսզի Գյումրին քաղաքապետ ունենա։ Ձեր կարծիքով ինչու նա մինչև այս պահը դեռ հստակ որոշում չի հայտնել։ Երկրորդը, ձեր գնահատականը ընդհանուր եւ նախընտրական քարոզարշավի հետ կապված, եւ ընտրական բուն գործընթացի եւ արդյունքների մասին, եւ արդյոք այս ամենը Գյումրիում տեղի ունեցածը պատկերացում տալիս է մեզ սպասվող համապետական ընտրությունների համատեքստում մենք ինչպիսի պատկեր ենք ունենալու։ Շնորհակալություն հարցի համար, շատ ընդգրկուն էր, փորձենք մասերի բաժանել եւ հաթաթ առանձնանել պատասխանել դրանց, ուրեմն ինչ տեղի ունեցան վերջին ըստ իմ ընտրություններում, Գյումրիում եւ Փարաքարում, ըստ էության այն խաղադրույքը, որ կատարել էր իշխանությունը, նա ձախողվեց, ըստ էության պարտվեց, Փարաքարում ավելի շռնդալից պարտություն մատնվեց, իսկ Գյումրիում նրանք Սարիկի շնորհիվ անգամ կարողացան իրենց ձայները շատացնել, բայց դա ոչ թե ՔՊ-ի ձայներն են, այլ Սարիկի ձայներն էին, որը համապետական ընտրությունների ժամանակ ես կարծում դրանք էականորեն կպակասեն։ Ինչու, որովհետև թիմ ընտրությունները ընդհանրապես չկայացած կուսակցական համակարգով, երբ որ մենք նման ընտրություններ ենք կայացնում, տարօրինակ դրսևորումներ են լինում, ինչպես օրինակ ասենք կոմունիստական կուսակցության, չէ, ասենք այդ ի հայտ գալը կողքից երբ որ նայում ենք այս իշխանականից քարոզի այս տրամաբանության մեջ չէ, երբ որ մենք գնում ենք դեպի Եվրոպա եւ այլն, մեկ էլ ասենք հենց պատկերացրեք Եվրոպայի աչքերով նայում ենք Հայաստանի երկրորդ քաղաքում կոմունիստները ի հայտ են գալիս, բան տենց մեկ էլ եւ Ռուսաստանում կամ կարող է Ղազախստանում լինի, հա, տես նման բան, ինչեւ է, բայց սա որպես բան, հա, տես գրոտեսկ եթե նայենք, իրականում բնականաբար կոմունիստները չեն եկել իշխանության, իրականում Վարդանիկը, հա, այդ հայտնի Վարդան Ղուկասյանն է եկել իր ռեսուրսները, իր տնտեսական ռեսուրսները ներդնելով, նա կարողացել է այդ արդյունքը գրանցել եւ ընդհանրապես էական չէր, որ կուսակցությունով նա կառաջադրվեր։ Իսկ սա նշանակում է, որ մեր այսպես կոչված ժողովրդավարական համակարգը, քաղաքական համակարգը ինքը ճգնաժամ է ապրում, մենք տեսնում ենք այդ ճգնաժամը գնալով խորանում է եւ տարբեր ինչ-որ մետամորֆոզներ է ապրում։ Եվ դրանց մեղավորներից մեկը ամենակարևոր եւ գլխավորը հենց կառավարող ուժն է 18 թվականի այդ հեղափոխական հայտնի դեպքերը որ կար այդ հեղափոխության օրակարգերից մեկն էլ այդ կուսակցական համակարգի կայացումն էր, հա, կուսակցությունների մասին օրենք եւ այլն բանը, որը նույնպես Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մեզ, բայց ինչպես գիտեք նա ստեց այդ դեպքում նույնպես, հա, եւ չկայացրեց որևէ կերպ չկայացրեց կուսակցական համակարգը, դրա մեջ նման բաներ ենք տեսնում։ Հիմա մի քիչ ավելի մանրամասնենք, թե ինչ ենք տեսնում։ Ըստ էության Գյումրիում հաղթեցին այն մարդիկ, ձայներ ստացան այն մարդիկ, ովքեր ավելի շատ տնտեսական ազդեցություն ունեն այդ քաղաքի վրա։ Հա, օրինակ նույն Վարդանիկը այս կամ այն տվյալներով, որ Վարդան Ղուկասյանը, ուղղակի երկու Վարդան Ղուկասյան կա, որպեսզի հանրության համար էլ բան լինի, հա։ Կարծում եմ հենց այս քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի համար ավականի նու տեղերում հաղթած առայժմ ավականու տեխնացու Վարդան Ղուկասյանի համար վիրավորական կլինի մյուս Վարդան Ղուկասյանի հետ եթե այդպես համեմատական է լինի դրա համար ինձ թվում ավելի պատվաբեր է նրան Վարդանիկ դիմել էլի ինչև է նա Գյումրու տնտեսական կյանքի գրեթե 70%-ին ինքն է տիրապետում, հա, այսինքն սկսած են, չգիտեմ, իր քաղաքապետ նախկին եղած այդ ժամանակներից ամբողջ տնտեսական կյանքը մեծ հաշվով նրան եւ նրա որդիներին է պատկանել, հա, իրենց ազդեցության տակ են եղել, գումարած նաեւ այդ կրիմինալ համակարգը, դրա միջոցով նաեւ հիշում եք դե ժամանակ են Սերժնց բաներ ժամանակ, չէ, ինչպես էին նրանք կառավարում կյանքը եւ այդ ռեսուրսը դեռևս չի չեզոքացել եւ այդ ռեսուրսը կիրառելու եւ օգտագործելու շնորհիվ նա ահա այսպիսի արդյունքներ է գրանցել այդ ռեսուրսից ինչպես ասեմ դա չի վերացել դա իջիկ չի դարձել այդ ռեսուրսը դեռևս կա Նիկոլի շնորհիվ նաև որովհետև ինքը համակարգային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել որովհետև դա անօրինականներ ապօրինայեր եւ այլն դրանք քրեական գործեր պետք է լինեին եւ պետք է պարզվեր բնականաբար այդ մարդը ոնց է ամբողջ քաղաքին դες կարողացել տիրանալ հա
դա հարցեր առաջանում, չէ, հենց իր քաղաքապետ եղած ժամանակ։ Դրանք հարցեր են, որոնց այդ հարցերն այդ մարդը պետք է կարողանար հանգամանալից պատասխանել, բայց տեսնում ենք, որ այդ հարցերը անգամ չեն բարձրացել կամ կիսատ պրատ, ինչպես Նիկոլեն անում են սովորաբար, ցանկացած հարց կիսատ պրատ անում են, որպեսզի հա նման դեպքերում հիմա իր վրա բան ունենան, ճնշման լծակներ ունենան, երբ որ ինքը կարողանա անդիմությանը համախմբել իր շուրջ եւ դառնա քաղաքապետ, ասեն ահա այս քրեական գործը այն քրեական գործը չէ ոնց եղավ Վանաձորում եւ նրանք կախվածության մեջ բերեն եւ ըստ էության ծառայեցնեն ԿՊ-ին այսինքն հիմա անդիմության մեջ ովքեր եթե գնան Վարդանիկի միջոցով քաղաքապետի անդիմությունը դա էլի ծառայելու է ԿՊ-ի շահերին Նիկոլի շահերին մեծ հաշվով այսինքն այստեղ քաղաքացիների գյումրեցիների ուղղությամբ վերջին 2 օրերին բավականին շատ քննադատություն հնչեց թե ինչպես կարող էին Ռուսաստանին գովերքող քաղաքական ուժի եւ ներկայացուցիչի ընտրել այսինքն նրանք հարկադրված են եղել այս Բա իհարկե դա քաղաքական ընտրություն չի եղել, դա եղել է մարդերի անձերի ընտրություն, ովքեր գնացել ասել են բանը մեր ընկերն է, մեր աղբերն է, մեր չգիտեմ ինչն է, այս գործի տերն է, եսի միջ բան, ահա այս նման քննարկում ալին։ Չի քննարկումը չի գնում, որ էլ տեսեք, բանը ինչ օրակարգերին առաջ քաշել, օրինակ, բանը Նիկոլը, ինչ օրակարգի առաջ քաշել էս մյուս կուսակցությունը, այն մյուս կուսակցությունը։ Նման բան չի քննարկում ընդհանրապես դիմ ընտրությունների ժամանակ ես քանից մեջն եմ եղել եւ գիտեմ այնտեղ շատ անձնական, նեղ անձնական հարցեր են քննարկվում, բանը բարեկամական կապերը, տնտեսական շահերը հատկապես դա ամենակարևոր այդ անկյունակարն է, որի շուրջ sense կամա ձևավորվում է եւ տենց այդ ընտրությունների արդյունքը վերջում ահա նման դրսեւորումներ անում, թե չէ ինչպես կարող էին մարդիկ Սա մեծ հաշվով ժողովրդավարության հետընթաց է, եթե մենք նայում ենք, հա, այդ մարդիկ այդ օդիոս կերպարները երբ որ գալիս են, դա ժողովրդավարության հետընթաց է։ Այն ինչ մենք կարողացել էինք անել վերջին 10-20 տարվա մեջ, որովհետեւ ձեռքբերումներ է ժողովրդավարական, հիմա մենք տեսնում ենք, որ հետանկում է գնում, օլիգարխիան հետ է գալիս, ավելի երեսը մաքրված է գալիս, հա, ասենց հաղթանակով է գալիս եւ այլն բան, ինչ որ սա բոլորին մարդկանց համար ովքեր ուզում են որ մենք ունենանք նորմալ պետություն, ժողովրդավար արժեքների, օրենքի, իրավունքի հիման վրա կառուցված պետություն, դա բոլորի համար հիմա տխուր իրավիճակ է։ Հիմա իմ առաջին հարցին Մարտուն Գրիգորյանի որոշում չունենալու հետ կապված, երբ որ նա հայտարարում է, որ իշխանական տեխնացուին չի աջակցել։ Առայժմ բանակցություններ են գնում, դրա համար իրենք չեն շտապում բանանել եւ բնականաբար այդ բանակցությունները այդ ոլորտներ կիսելու, բանանելու, ասենք ինչ որ տնտեսական շահեր բաներ քննարկելու, դրանց շուրջ է տեղ ունենում բանակցությունները, դրանք հեշտ բանակցություններ չեն լինելու եւ պետք չի շտապել եւ կանխատեսումներ պետք չի անել, ամեն ինչ կտեսնենք էլ, հեսա իրենք նայած ինչպես կգան համաձայնության եւ ինչ համաձայնություններ կգան։ Ես չեմ բացառում այնուամենայնիվ գալու է ընդդիմադիր ուժերի հետ։ Հիմա իշխանությունը նույնպես ինտենսիվ բանակցությունների մեջ է եւ եթե կարողան այդ ընդդիմադիրներից, այսինքն դեղ թույլ օղակներ կարող են լինել իրենց ավականու ցուցակների մեջ, 1-2 կարողանան այդ ձայները գողանալ, առանց որևէ մեկի մասնակցության կարող են իրենք էլ հենց բանանել իշխանություն ձևավորել, ինչպես եղավ Երևանում այդ դոգի կուսակցությունից ինչ-որ մեկը չէ, միացավ Ավինյանին եւ Ավինյանը ընտրվեց քաղաքապետ։ Հիմա նույն բանը չի բացառում, նաեւ այսպես Գյումրիում կարող է լինել։ Եթե դա չլինի, այդ տարբերակը չաշխատի։ Միշտ կա Վանաձորյան տարբերակը, որ եթե իրենց ավականների թիմը չլինի, այն մարդկանց վրա քրեական գործեր կամ բան, իրենք կգան մի խոսքով, sense գեղեցիկ տարբերակներ իշխանությունը շատ ունի, ընդդիմությունը նայած ինչ պիտի անել, իրենք են հիմա ավելի նեղ վիճակում։ Սկանդալներով հարուստ էր այդ Գյումրու նախընտրական եւ ընտրական գործընթացը մենք տեսանք Վիլեն Գաբրելյանի մասնակցությամբ միջադեպ հայտնի եւ նա վայրդրեց պատգամավորական մանդատը տարբեր են կարծիքները որոնք ոմանք պատգամավորին են քննադատում ոմանք էլ լրագրողներին դուք ինչ դիտարկումներ կանեք Շատ հակասական իրավիճակեր է, մենք նույն ԿՊ իր բան դերակատարմամբ ունեցել ենք օրինակ քաղաքացու վրա թքող ԿՊ-ական, քաղաքացիներին հայհոյող ԿՊ-ական, կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող ԿՊ-ական եւ նրանք բոլորը մանդատները վայր չեն դրել, բայց մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկը բանը հարբած ոչ աշխատանքային միջավայրում, հա, խմած, չասենք հարբած, մենք այդ բանը չունենք էլի, խմածն ինչ աստիճան է եղել։ Չէ, տեսնում ենք, մեկ էլ կտրուկ բան, միանգամից դրանից հետո բան մանդատի վայր դնել եւ հրաժարական, հա։ Եթե այս տեսանկյունից նայենք արժանապատիվ քայլ էր, չէ, զուտ այդ մարդկային արժանապատվության տեսանկյունից երբ որ նայում ենք, որովհետեւ падգամավորին վայել չէ նման վարկը, բայց падգամավորին նաեւ վայել չէ, ասենք նայեք Ալենի ինչ արել, Լենինի падգամավորները ինչ են արել կամ Նիկոլի ինչ անում, եւ նրանք որևէ մեկը չեն հրաժարվում իրենց պաշտոնից, իրենց աթոռներից, մեկ էլ ինքը անում է։ Հիմա ինչն է խնդիրը, ես կարծում եմ Վիլենը
այն падգամավորներից էր, որի շնորհիվ մեր ռազմամարզական ոլորտում բանը որևէ այտենց հաջողություններ որ գրանցել է մեր հանրությունը կամ տեղաշարժեր են եղել, այո, բացառապես մեծամասամբ իր լոբինգի շնորհիվ է եղել եւ համակարգը որոշել է իրենից ձերբազատվի ըստ էության, իսկ այդ դա պատճառն է եղել կամ կարող է կանչի ասել ենք ես հարփած կձևականացնես կամ մի բան կանես կելնես կգնաս կամ ինքն է հոգնել այդ ամեն ինչից, որովհետեւ երբ որ գալիս էր այդ քննարկումներին բան չէ, այս կողմից հանրությունը նրա վրա ահռելի ճնշում էր գործադրում, որպեսզի նա գնա անպայման այդ փոփոխությունները կավանան, դեռ գնում պատին էր բախվում իդեմս օրվա իշխանությունների եւ գործող համակարգի եւ համակարգը անընդհատ ընդդիմանում էր սա կարծում կամ երկու տարբերակ է կամ իրեն ստիպել են որ ինքը հրաժարական տա կամ ինքը անձամբ հոգնել այդ իրավիճակից եւ փորձել է արդեն դուրս գալ էլի համենայն դեպս մենք կորուստ ունեցանք այն առումով որ ազդեցությունը պետության վրա քչացավ, հա, մի բարոյական մարդ կոպիտ ասած դուրս եկավ։ Բայց գոնե նախադեպ կարող է լինել, որպեսզի մյուսները եթե անթույլատրելի բան դրսևորեն, իրենք եւս հետևեն Վիլենյովին։ Ասենք Արենի համար ինչ նախադեպ, ինքը եթե վաղը քաղաքացու վրա թքելու հնարավորություն ունի, ինքը նույն բանը անելու է։ Երբ ցանկանա անելու է իր համհարզները գալու են բռնեն քաղաքացուն, նա թքելու է նրա վրա եւ գնան եւ դա անհետևանք է մնալու առայժմ։ Պարոն Սահակյան, անցնենք այլ թեմաների, ամեն օր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից խոսող Ալիևյան ռեժիմի սպասարկող լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում, որտեղ իրենք բացահայտ ցուցադրում են իրենց հավակնությունները Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ, հայտարարում են, որ մի օր վերադառնալու են, այս ամենը ուղեկցվում է ապատեղեկատվությամբ եւ նաեւ մեր դիրքերի մեր ուղղությամբ, մեր սահմանների ուղղությամբ կրակոցներով։ Հիմա Ալիևյան ռեժիմը ինչ փուլում է գտնվում կամ ինչ ռեժիմում է գտնվում, արդյոք կգնա էսկալացիայի, եթե ոչ, ապա ում եւ ինչ պահի է սպասելու։ Եթե մի քիչ վերևից նայենք եւ փորձենք լայն սպեկտրով դիտարկել, Իլհամ Ալիևը փորձում է անել այն, ինչ հաջողությամբ ստացվել է Աթաթուրքի մոտ։ Նա ադրբեջանցիներից այդ խառը այդ ամբողից այնտեղ տարբեր ազգային փոքրամասնություններ կամ բանկան խառն ամբողը այնտեղ ազգ է ձևավորում հենց հիմա ադրբեջանցի ազգ է ձևավորում ինքը անընդհատ խոսում է մենքի մասին մենքի գաղափարի մասին անընդհատ խոսում է որ պետք չի վախենալ հայերից մտածածին եւ կեղծ իրավունքներ են ձևակերպում իրենց համար եւ փորձում են դա լոբինգ անել եւ շնորհիվ այն բանի որ հայկական կողմը Նիկոլի շնորհիվ հա անընդհատ այդ իրավունքներից հրաժարվում եւ հետընթաց է բանանում հա մեր ունեցածից մենք հրաժարվում ենք իրենք անպայման հենց դա հենց ինչից հրաժարվում ենք իրենք խլում են դարձնում են իրենցը եւ դրա վրա կառուցում են ավելի նոր եւ կեղծ օրակարգ եւ բանեմ եկավ հասավ նրան որ արդեն խոսում են այն բանի մասին որ Երևանը իրենցն է ես տեսանյութեր եմ տեսնում որտեղ ադրբեջանցի այտենց բլոգերներ իբր բան գալիս են Երևան, տենց այդ բաներ են ցույց տալիս, ասենք City-ից գնում արած ինչ-որ այդ բանը որ կա դրա մեջ Երևանի հող տանում են Ադրբեջանում sense մասունգ որպես բան են էլի սրբացնում են այսինքն հա կեղծ օրակարգեր են ստեղծում եւ ամբողջ թափով սպասարկում ամբողջ պետությունը ամբողջ իշխանական իրենց այդ բանը այդ միլիարդները Ալիևյան դրել են այդ նպատակին սպասարկում են եւ իրանք մեր լրության շնորհիվ առայժմ հաջողություն են գրանցում Եվ ինչա պետք անել, պետք է դրա դեմ պայքարել, այնպես չի որ պայքարելու հնարավորություն չկա։ Ընդհանրապես մենք երբ որ տիրոջ իրավունքով ձայն բարձրացնենք, ասենք, չէ, այդպես չէ։ Իրականությունը այսպեսին է, մենք ունենք այս իրավունքը, ասա այսպես, որպես մինիմում, այդ իրավունքների շրջանակում նրանց այդ կեղծ բաները, այդ թեզերը կոտրվելու են, ինչպես մի հատ այս վերջերս տեսա էլի բլոգերային տենց ինչ-որ պայքարել, մի հատ միջին ասիացի էր, եթե չեմ սխալվում, կամ Ղազախեր կամ ինչ-որ մի հատ այլ ազգի ներկայացուցիչ ոչ հայ հայկական շահերը այնպես էր սպասարկում նա եւ ապշում է ընդհանրապես բայց ոչ թե հայկական շահերը սպասարկում ընդհանրապես ասում էր դուք սուտ եք խոսում պատմությունը այսպես է ես պատմությունը լավ գիտեմ դուք ինչ ադրբեջանցի ինչ նոր եք ձևավորվես գիտենց ազգ չկա բան ինչ-որ մի հատ էթնիկ խումբ բան եք պարսկական մի հատ ցեղախումբ եք եկել եք ձեզ բաները հնարավորություն ա տրվել բան այդպես փորձում եք ինչ-որ բաներ անել
ազգ ձևավորել եւ այլն, էլի, այսինքն իրենք ավելի դաժան քննադատության են ենթարկում, քան որևէ հայկական կողմը։ Ես որևէ հայց նման դաժան քննադատություն ադրբեջանցիների նկատմամբ չեմ լսել եւ չեմ տեսել։ Այսինքն կա նրանց այդ թեզերը կոտրելու հնարավորություն, կա Իլհամ Ալիևին զինաթափելու, այդ բանը, այդ mainstream այդ բաների տեսանկյունից, լայն հնարավորություն, բայց մենք ոչինչ չենք անում, կամ չասեմ ոչինչ չենք անում, շատ քիչ բան ենք անում այդ ուղղությամբ։ Պարոն Սահակյան, այդ խաղաղության համաձայնագիր կոչվածի վերջին երկու կետերը երբ համաձայնեցվեցին, էլի գնահատականները տարբեր էին։ Ոմանք դա համարեցին միակողմանի զիջում Հայաստանի կողմից, իշխանականներն էլ ասում են ոչ, դա այսպես տակտիկական քայլ էր, որը փակուղու առջև կանգնեցրեց Ադրբեջանի այդ ռեժիմին, ամբողջ աշխարհը տեսնում է, որ Ալիևյան ռեժիմը ապակառուցողական է։ Այ ինչու նրանք չեն վախենում ապակառուցողական Երևան աշխարհում։ Որովհետև աշխարհում բոլորը թքած ունեն եւ կառուցողական եւ ապակառուցողական մեթոդների վրա, նման բան չկա, դա կեղծ թեզ է, ինչպես կարելի է սեփական պետության, սեփական քաղաքացու շահերը ստորադասել ինչ որ մեկի առջև կառուցողական Երևանու համար։ Դա պետական շահը, դա քաղաքացու շահը ծախելու, վաճառելու, ստորադասելու բանա, բացատրության ձև է, որը կեղծ թեզ է, ասենք ինչի համար ինչ որ մի հատ բրիտանացու, ինչ որ մի հատ անգլիացու, ինչ որ մի հատ շվեդի առջև երևաց լավ, բայց օրինակ բան քո սեփական քաղաքացուն գցես դրա իմաստը ո՞րն է։ Դա ստորություն է, ամենապարզ մարդկային ստորություն է, որ անում են պետական բարձր մակարդակով։ Դա ճիշտ չի։ Օրինակ տեսեք, ադրբեջանցիները ընդհանրապես չեն ձգտում, թուրքերը ընդհանրապես չեն ձգտում, ռուսները, պարսիկները, դու հենց նույն ամերիկացիները, որևէ ազգի ներկայացուցիչ, հрьяաներն էլ նայեք, որևէ մեկը փորձում է որևէ տեղ կառուցողական Երևան այնքան որ նման բան չկա, դա կեղծ թեզ է։ Պետական շահերը չկա նման բան։ Կա միգուցե պարտադրանք կա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շնորհիվ, եւ Նիկոլն էլ սպասարկում է հենց այդ պարտադրանք շահը, բայց դա չի ուզում պետք է հրաժարական տա գան մարդիկ, ովքեր պարտադրված չլինի այդ շահը հենց այդպես ստորադասել եւ սպասարկել։ Չի կարելի նման բան։ Դա կեղծ թեզ է, դրա մասին բերեք չխոսենք ավելի լավ։ Հիմա ինչ է տեղի ունենում իրականում։ Իրականում իշխանությունները մեզ խաբում են, ինչպես միշտ։ Եվ իրականում մեր շահերի մասին մենք չենք բարձրաձայնում եւ կամաց-կամաց ինչպես տեսնում ենք ունեինք աշխարհում նաև դաշնակիցներ, հզոր դաշնակիցներ, նրանք կամաց-կամաց նույնպես հրաժարվում են մեր շահերը մեզ օգնելու, մեր շահերի սպասարկման տեսանկյունից, եւ Ֆրանսիային, եւ Գերմանիային, եւ Ամերիկային, բոլոր նրանց ովքեր որ ասում էին, չէ, օրինակ հիշում եք, երբ որ Արցախում էթնիկ զտում էր տեղի ունենում, այնպես չէ որ բոլորը ողջունում էին այդ էթնիկ զտումը, պետություններ կային, ովքեր բարձրաձայնում էին, չէ, այդ մասին ասում էին, չէ, դա տեղի չունի եւ այլն, կարմիր գիծեր եւ այլն, այսպես բաներ։ Հիմա տեսնում եք նման կերպ չէ, չենք տեսնում։ Ունեք բանը սկանդինավյան երկրներ էս վերջերս դրա մասին սկսեցին խոսել բան։ Այսինքն փոքրիկ ինչ-որ դրսերումներ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, բայց դա պիտի հայկական կողմը վերցնի, նրանց հետ գնա ինտենսիվ աշխատի, ոնց որ Ադրբեջանն անում։ Ամենափոքրիկ մի հատ հայտարարություն ինչ-որ մի հատ կեղծ բյուրոկրատ են գտնում, չասեմ կեղծ բյուրոկրատ, լավ, Եվրոմիության մեջ է, ինչ-որ մի հատ ինչ-որ մեկին պաշտոնյա է, երկրորդական, երրորդական նշանակության բերում են այդպես խավիարային դիվանագիտության շնորհիվ փողով, կաշառքով, խավիարով ինչ-որ մի բանով կաշառում են, այնքան որ հելի մի հատ ինչ-որ բառ ասի, ի օգուտ Ադրբեջանի։ Դա սարքում են օրակարգ, դա ուրացնում դարձնում են եսի ինչ, մեկ էլ դա միանգամից սպրդում է մեր լրատվական դաշտ, ասում են, հա տեսակ ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը մեր դեմ, հələ տեսեք բան ինչ ա եղել, բայց երկրորդական պլան են թողնում բոլոր պրո-հայկական հայտարարությունները հենց նույն Եվրոպայում եւ այդպես այստեղ մեր մոտ էլ ստեղծում են այնպիսի կեղծ միջավայր, որ աշխարհը դե մեր դեմ է, բա ինչ անենք, բա խեղճանենք, բանանենք, ընդունենք եւ այլն եւ այլն։ Սա կեղծ քարոզա, կեղծ օրակարգ է, որը սպասարկում են մեր իշխանությունները, իսկ մեր իշխանությունները այսօր սպասարկում են Ալիևյան, ռուսական եւ թուրքական, ինչու՞ չէ նաեւ պարսկական շահեր։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արար
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Արցախցիների հանրահավաքների հետ կապված ինչ կարող եք ասել եւ սոցիալական խնդիրներ են բարձրացնում եւ քաղաքական հայտարարություններ են անում։ Մոռացության չեն տալիս այս խնդիրները, որովհետեւ այնինչ արել է մեր իշխանությունները արցախցիների նկատմամբ դա ստորություն եւ դավաճանություն է եւ արցախցիները պետք է անպայման ճնշում գործադրեն նրանց վրա, որ կարողանան գոնե իրենց սոցիալական վիճակը որպես մինիմում բարելավեն։ Վրաստանը, մեր հարևան Վրաստանը, այդ բանի դեպքերը երբ որ տեղի ունեցան, այդ Օսեթիայի բանի 6.5 միլիարդ դոլար, եթե չեմ սխալվում, գումար բանը ստացան Եվրոպայից, ի աջակցություն ընդեղի տեղահանված մի քանի բաների։ Տեսեք, մենք ընդեղ մի քանի հազար հոգի են, եթե չեմ սխալվում, այստեղ 120,000 հայ է դուրս եկել եւ այնքան ապաշնորեն Նիկոլենք, որ չեն կարողանում գոնե այդ սոցիալական հարցը լուծեն։ Ինչ սպասում են, որ ինչ է, այդ մարդիկ աղքատան են, ոչնչան են թողեն ստեղից գնան, մենք բան ենք, չէ՞, ժողովրդագրական խնդիր ունենք, որպես մինիմում ժողովրդագրական խնդիր ունենք։ Այդ մարդիկ դրական են տրամադրված, իրանք մի քանի անգամ ավել երեխաներ են ունենում, իրանք պատրաստական գնում կռվում են, բաներ անում, իրանք լավ հայորդիներ են կոպիտ ասած հասկանում եք, օրինակելի մարդիկ են, այդ մարդկանց հենց հիմա Նիկոլենք աղքատացնում են, ստորացնում են եւ դա միմիայն օգտակար է մեր թշնամիներին։ Դրանից հայկական կողմը ոչ մի օգուտ չունի, ոչ մի օգուտ բացի կորուստներից։ Ես ողջունում եմ արցախցիների այդ քայլը։ Իհարկե նրանք իրար մեջ կոնֆլիկտներ ունեն, այնտեղ բաներ առաջացել, հակասություններ են առաջացել, այդ մարտավարական եւ տակտիկական բան, բայց դրանք լուծվող հարցեր են, էական այն է, որ այդ խնդիրը պետք է բարձրաձայնվի, խնդիրը չի լուծված չէ, եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք։ Եվ ամփոփենք աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով, Թրամփին չի հաջողվում ռուս-ուկրաինական ճակատում հասնել մինիմում ժամանակավոր հրադադարի, սկսում է սպառնալ եւ Պուտինի, եւ Զելենսկուն, եւ Թեհրանին գործարքների չգնալու դեպքում ինչ սպասել։ Ինչու նրան չի հաջողվում, ինչպես խոստացել էր, այս ուղղություններով հասնել կոնկրետ արդյունքների կամ գոնե գործարքների ընդունելի։ Մի պոպուլիստ Նիկոլ Տրամփն է, որովհետեւ նման աշխարհաքաղաքական նման լուրջ բախում է, երբ որ տեղ ունեցել, երբ որ աշխարհը կիսում են, վերաբաշխում են, դա մեկ օրում կամ այսպիսի մի բանով դա անհնար է, ոչ մեկին դա աշխարհը ովքեր են կիսում։ Ամերիկան եւ Չինաստանը հենց հիմա աշխարհը Չինաստանը, լավ sense ասեմ, աշխարհակարգը փոխելու հայտ է ներկայացրել, այն աշխարհակարգը, որի գլխում կանգնած է Ամերիկան, բոլոր այն օրենքները, որ հիմա ստեղ մեր մոտ ասում են, չէ, այս բանը միջազգային օրենքով եւ այլն բան չէ, որ անդադար հղում են անում այդ միջազգային օրենքին ասում են, չէ, որ Ադրբեջանը օրինակ իրավունք չունի հարձակվելու Հայաստանի վրա, որտեղ մենք սուվերենություն եւ այլն։ Դա գործող աշխարհակարգն է, որը փոխելու հայտ աներկեսել Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Պարսկաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես բոլոր այն մարդիկ, բոլոր այն պետությունները, ովքեր չինական այդ բանով են հանդես գալիս։ Այդ բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակիցները։ Հիմա Ամերիկան պայքարում է այդ իր կարգերը բանանելու համար, վերահաստատելու համար եւ առայժմ պայքարը ընթանում է, դեռևս որևէ մի կողմը հաջողություն կամ անհաջողություն չի ձևակերպել, ասեմ ավելին, այդ մեծ բախումը, ռազմական մեծ բախումը Ամերիկա եւ Չինաստանի միջեւ դեռևս արժևում է։ Եվրոպա եւ Ռուսաստանի միջեւ մեծ ռազմական բախումը դեռևս արժևում է։ Այդ մասին խոսում են եւ ֆրանսիացիները, եւ գերմանացիները, եւ ամերիկացիները, այդ մեր մոտ են միայն այդպես կեղծ խաղաղության քարոզներ անում։ Ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի հայերից բացի։ Դա աբսուրդ է ուղղակի։ Անկամ քրդերն են զինվում, ախր հասկանում եք, իրենք պետություն չունենալով հանդերձ, գոնե իրանց այն ինքնապահպանման բնազդը հուշում է, որ պետք է զինվել։ Չգիտեմ ինչ ասեմ, էլի։ Այսինքն ոչ թե չգիտեմ ինչ եմ, շատ հստակ էլ գիտեմ ինչ ասել եւ այդ ուղղությամբ հարկասու աշխատանքներ կատարվում են։ Մեր հանրությունը ինքը դժվար պահերին ինքնակազմակերպվող հանրություն է։ Ուղղակի մեր իշխանությունները, օրվա իշխանությունները մեր հանրության դեմ են հանդես գալիս։ Դրա շնորհիվ կամ դրա արդյունքում, դրա հետևանքով ավելի ճիշտ մենք երբ որ պատերազմը սկսվի, հեսա ասենք Իրանի շուրջ վատ զարգացումներ են տեղի ունենում։ Այո, իսրայելական այդ լրատվամիջոցները լայնածավալ հարձակման մասին են արդեն հայտնել։ Այո, ժամերի, օրերի կամ միգուցե ամիսների բաների մենք չգիտենք իհարկե նրանց պլանը, բայց ակնհայտ է, տենդենս տեսնում ենք։ Իրանի շուրջ զարգացումները տեսնում ենք, որ դրանք բացասական լինելու մեր տարածաշրջանը կարող է տրակել, այստեղ դրանից կարող է օգտվել Ադրբեջանը
Ադրբեջանը, այստեղ, չգիտեմ, Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը, արաբները, չինացիները, ինչ ասես կա, Պակիստանն է շատ շահագրգռված, հələ տեսեք ինչ են անում, եվրոպացիները միգուցե նույնպես ազդեցություն ունենան, փորձեն համենայն դեպս ազդեցություն ունենալ, որտեղ Բրիտանիան եւ Ֆրանսիան իրենց հետաքրքրությունները բան են անում, հենց նույն Պարսկաստանի հետ կապված ամեն մեկը բնականաբար տարբեր, անգամ Գերմանիան, որ այդպես ռազմական մեծ ուժեր ունի եւ 27 թվականին նոր պետք է ունենա, ինչն է հայտարարում այդ մասին, որ այստեղ նույնպես հետաքրքրություններ ունի, Լեհաստանը եկավ ստեղ Հայաստան չէ, հերադիտակով իրենց նախագահն նայում էր այս ամենին, այսինքն Հայաստանը ըստ էության այդ աշխարհ քաղաքական այդ խաչմերուկում քաղաքակրթական սահման է, մենք դա պիտի գիտակցենք այդ մասին, մեզնից այն կողմ այլ աշխարհ է, այլ բարքեր են տիրում, այլ քաղաքական արժեքներ են եւ դրան պետք է շատ լուրջ վերաբերվել մենք կարող անկախ մեր կամքից այդ կիզակետում բախման կիզակետում հայտնենք եւ համապատրաստի եւ այտենց ծանր կորուստների գնով կարողանանք բեկել կամ չբեկել ինչպես ցույց կտա իրավիճակը օրինակ եթե պարսիկները հարված են ադրբեջանական բանակին բնականաբար ադրբեջանցիները թուլանալու են չէ եւ դա մեզ համար հնարավորություններ առաջացնելու եւ Արցախի մասով եւ Նախիջևանի մասով բայց բնականաբար Նիկոլի կառավարման ժամանակ նման բաների մասին խոսելը իմաստ չունի բայց օբյեկտիվ երբ որ նայում ենք դա հնարավորություն է եթե ունենայինք այլ որակի եւ այլ բնույթի իշխանություններ բնականաբար կօգտվեին նման հնարավորություններից կարող լինել այլ տարբերակ եթե օրինակ Պարսկաստանը թուլանա այն աստիճան եւ Հայաստանը փորձի պարսկական կողմին օգնել Ադրբեջանը դա կարող է ներկայացնել որ բանա նույն Ամերիկային եւ Իսրայելին բան չէ իրենց դաշնակիցն է Իսրայելի դաշնակիցն է օրինակ ասի բան ես էլ կարող եմ օրինակ այդ միջանցք կոչվածը բանանել հարվածել որպեսզի բանանենք Պարսկաստանին այդ մասով էլ թույլատնել բնականաբար կաջակցեն Ադրբեջանը այսինքն զարգացումները շատ հակասական եւ տարօրինակ կլինեն ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա որ այս վերջերս Սիրիայում Թուրքիան շատ ուժեղացավ բանը Ռուսաստանի եւ Պարսկաստանի այնտեղից հեռացնելու շնորհիվ էլի եւ ինքը հիմա Իսրայելի համար եթե ոչ համար 1 ապա համար 2-րդ բանն է դարձել տարածաշրջանային այդ վտանգ ներկայացնող ուժը եւ զարգանում է նաեւ Թուրքիա-Իսրայել բախում է զարգանում պատահական չի որ իսրայելական բաները փորձագետները արդեն բացի իրենց այդ սպառնալիք են որը գնահատում Թուրքիային ոչ միայն սպառնալիք են նրանք արդեն նայում են թե օրինակ ռազմածովային ուժերը Թուրքիային է ուժեղ թե Իսրայելին է եթե բախում լինի ինչա լինելու այդ քննարկումը արդեն ուղիղ տեքստով գնում է եւ նրանք պատրաստում են դրան Իսրայելում երբ որ լինի օրինակ բան այդ հոլանի բարձունքներ թե գոլանի բարձունքներ լավ չգիտեմ այդ տերմինը հայերեն ոնց է լինում սովորաբար քանի որ ցավոք սրտի մեր փորձագիտական շրջանակներում նաեւ դրանք ռուսերեն են հիմնականում բանանում մի խոսքով այդ բարձունքներում նրանք ամրապնդվել են ավելի sense թիրախավորված բան են անում թուրքական կողմը այնտեղ ռազմաբազաներ է փորձում հիմնել Իսրայելը այնտեղ հարվածում այսինքն մեր տարածաշրջանը եռում է ամբողջը sense բանա լինում մենք հանգիստ նստած ինչ որ Վարդանիկ եւ Մարտունիկ ենք բանանում, ասենց ինչ-որ բաների մեջ ենք էլի, շատ փոքր խնդիրների վրա ենք կենտրոնացած եւ չենք նայում թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը։ Պետք է զգոն լինել, պետք է պատրաստ լինել ամեն ինչի, շատ լայն հնարավորություններ կարող են առաջանալ մեզ համար, ինչպես նաեւ շատ մեծ վտանգներ կարող են լինել։ Պետք է պատրաստ լինել վատագույնին, որպեսզի հնարավորություններից օգտվելու հնարավորություն ունենանք։